Բարև ձեզ արգելի հայրենակիցներ, սիրելի հեռուստադիտողներ, այսօր մենք եւս կարևոր թեմա ենք շոշափելու եւ այդ թեման այսպես անվանենք Լենինը, Արարատը, Արևմտյան Հայաստանը, հայկական հարցը եւ ռուսական կեղծ նարատիվները։ Վերջերս ռուսները իրոք սկսել են առաջ մղել հետեւյալ նարատիվը. Լենինը Արարատ լեռը տվեց թուրքերին, բայց դա ուղղակի սխալ քաղաքական հաշվարկի արդյունք էր։ Շատերը լսած կլինենք։ Իհարկե այդ նարատիվը նոր չէր, բայց վերջին շրջանում առավել ակտիվ է շրջանառվում, դրա համար էլ մենք անդրադառնում ենք դրան։ Պետք է ասենք, որ դա լիովին կեղծ եւ հակագիտական դրույթ է, ավելին այն հակահայկական է։ Մի խոսքով տարբեր առումներով վերցած այն պատմական կեղծիք է։ Իսկ ո՞րն է այդ պատմական կեղծիքի նպատակը։ Ռուսախոզստանի կողմից շարքվող այդ պատմական կեղծիքը բացահայտելու համար նախ պետք է իմանալ, որ Լենինը միայն Արարատ լեռը չի տվել թուրքերին։ Ռուսախոզստանի քաղաքական եւ գիտական էլիտան շատ լավ գիտե, եւ մենք էլ երբեք չպետք է մոռանանք, որ Ռուսախոզստանը Թուրքիային, այո, Քեմալական Թուրքիային հանձնեց Հայաստանի տարածքի մեծագույն մասը։ Օսմանյան փլուզված կայսրությունը ստիպված էր Անտանտի հաղթական պետություններին զիջել յուր տարածքների մեծ մասը, յուր տիրած տարածքների մեծ մասը, դրանք իրենը չէին, տարբեր ազգերին էին պատկանում։ Ինչևէ, զիջեց հաղթական Անտանտին, իսկ Անտանտի հաղթական երկրները յուրյանց քաջարի դաշնակցին, իսկապես առաջին համաշխարհային պատերազմում մեծ դեր խաղացավ Հայաստանին, իդեպ նաև երկրորդ համաշխարհայինում Հայաստանը մեծ դեր խաղացրել, Հայաստանին հատկացրեցին Արևմտյան Հայաստանի զգալի մասը։ Մասնավորապես, Անտանտի Սան Ռեմոյի խորհրդաժողովի որոշման համաձայն ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը 1920 թվականի նոյեմբերի 22-ին հայտնում է յուր իրավարար վճիռը Կարինի, այսինքն Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բաղեշի, այսինքն Բիթլիսի նահանգներում թուրք հայկական սահմանագծման մասին, որով Հայաստանի ընդհանուր տարածքը պետք է կազմեր ավելի քան 160,000 քառակուսի կիլոմետր, որից մոտ 70,000 քառակուսի կիլոմետր կազմեր Արևելյան Հայաստանը, որի վրա գտնվում էր Հայաստանի Հանրապետությունը, եւ 90,000 քառակուսի կիլոմետր կազմեր Արևմտյան Հայաստանը, մոտ 90,000, որը պիտի միացվեր արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետությանը։ Այսինքն 70,000-ը ճանաչեցին Հայաստանին է, Արևելյան Հայաստանում, իսկ Արևմտյան Հայաստանից հատկացնում էին մոտ 90,000։ Ի վերջո երկուսը միասին 160,000 քառակուսի կիլոմետրի մի քիչ ավել։ Ահա այդ թողերը Լենինը, իսկ ավելի ճիշտ խորհրդային Ռուսաստանը, որտեղ իշխում էր ոչ միայն Լենինը, այլև նրա կուսակիցները, ինչպիսիք էին Տրոցկին եւ մյուսները, եւ ի վերջո իշխանության էր գալիս Ստալինը, եւ այդ ժամանակ այդ բոլշևիկյան երկիրը, ուրեմն այդ ամենը մեր հայկական հողերը հանձնեց Քեմալական Թուրքիային, որին մինչ այդ նույն խորհրդային Ռուսաստանը փրկել էր կործանումից եւ շարունակում էր փրկել թուրքական փորենուն, կերակրելով Հայաստանի ու հայ ժողովրդի միս ու արյունով։ Բացի Վիլսոնյան հողերից, Ռուսաստանը Թուրքիային հանձնեց մնացած ամբողջ Արևմտյան Հայաստանը։ Այսինքն ոչ միայն այն Վիլսոնյան Հայաստանը, որ մեզ հատկացված, այսինքն մնացածն էլ ինքը ճանաչեց, որ Թուրքիային է, բնականաբար, այն, որ մենք լեգալ ստացել ենք իրավական հիմունքներով կարող ենք տիրել, բացի այդ, այն, որ դեռ չենք ստացել, դա եւս հանձնեց փաստորեն ուրեմն Թուրքիային, սա Ռուսաստանն է արել։ Կիլիկիայով հանդերձ, ամբողջ Արևմտյան Հայաստանը Կիլիկիայով հանդերձ։ Ավելին, Ռուսաստանը Թուրքիային հանձնեց նաև Արևելյան Հայաստանի բավական զգալի տարածքներ, այսինքն տարածքներ փոխեց Հայաստանի Հանրապետությունից, որ այդ ժամանակ գոյություն ուներ, Արևելյան Հայաստանի տարածքի վրա գոյություն ուներ, եւ դա էլ տվեց Թուրքիային, օրինակ, Կարսի մարզը, ինչ է նշանակում, Կարսի, Արդանի, Սարիղամաշի, Օլթուի օկրուգները։ Սա ուրեմն ամբողջ այդ մարզը հանձնեց Թուրքիային։ Թուրքիան Ռուսաստանից նվեր ստացավ նաև Երևանի նահանգի Սուրմալուի գավառը, Իգդիր կենտրոնով։ Հենց այդ գավառում էր գտնվում Արարատ երկգագաթ լեռը, այության եւ մարդկության սրբազան վայրը։ Սուրմալուի գավառը դա մեծ հայքի Արարատ նահանգի Մասյացոտն գավառն էր։
Եվ հենց այդ գավառում էր գտնում Սուրբ Մարու, առաջացել է Սուրբ Մարիի անունից, որտեղ Սուրբ Մարիի վանք կար այդտեղ, եւ գավառի անունը կամաց Մասյացոտնից վերածեց Սուրբ Մալուի, Սուրբ Մարի հայկական ձևը եւ Սուրբ Մալու թրքականացված ձևը։ Այս գավառը հանձնելով Երևանի նահանգի մեջ էր մտնում։ Սա էլ ընդհանրապես արևմտյան Հայաստան չէր, ինչպես եւ Կարսը ամբողջությամբ, Կարսի մարզը։ Եվ միայն Կարսի մարզը 20,000 վերստ տարածք էր։ Սուրմալուի կամ Իգդիրի գավառը կամ Մասյացոտնը հանձնելով թուրքերին հենց Արարատ լեռը այդ ժամանակ հանձնվեց Թուրքիային, որովհետև Արարատ երկգագաթ լեռը հայության եւ մարդկության սրբազան վայրը գտնվում էր հենց Մասյացոտնը գավառում։ Արևելյան Հայաստանի մի շարք տարածքներում Ռուսաստանը հանձնեց փոքր Թուրքիային, այսինքն այսպես կոչված Ադրբեջանին, այդ արհեստական անունով եւ արհեստական տարածքով պետությանը, ռուս-թուրքական աշխարհաքաղաքական դաշինքի ծնունդը հանդիսացող Ադրբեջանին հանձնեց։ Օրինակ Նախիջևանի երկրամասը, որի մեջ մտնում է նա ինքը Երևանի նահանգի մաս է, ինչպես գիտենք, ինչպես եւ այդ նույն Սուրբ Մալուի գավառը։ Նախիջևանը եւս հանձնվեց Թուրքիային, Արցախը, Գանձակը, դրանք մտնում են Ելիզավետպոլի, այսինքն Գանձակի նախի նահանգի մեջ։ Բացի այդ, նենք Ռասախոզստանը կտրեց հայկական Ջավախ գավառը, որը միշտ էլ մաս է կազմել մեծ հայքի Գուգարք նահանգի։ Սա էլ տվեցին Վրաստանին, հայկական այս գավառը նվիրեցին հայ-վրացական, ուրեմն Վրաստանին ինչի նվիրեցին, որ բաժանի, որ տիրեց հին եւ հայտնի սկզբունքով երկու հարևան ազգերին լարեն միմյանց դեմ։ Այսպիսով հայոց հայրենիքի ավելի քան 90%-ը Ռուսախոզաստանը տվեց Թուրքիային եւ նրա կրտսեր եղբայր Ադրբեջանին, մի փոքրիկ կտորել Վրաստանին եւ դեռ Սյունիքն էլ էին ուզում տալ, սակայն նրանց խանգարեց Սյունիքի հայերի դիմադրությունը, ռազմական դիմադրությունը Նաժդեի գլխավորությամբ եւ հայերին աջակցող Անգլիայի ռազմական օգնությունը։ Ավելին, մի պահ ապստամբել էր նույնիսկ Արարատյան Հայաստանը, սպառնալով ռուսներին դուրս շպրտել նաեւ Երևանից եւ Արարատյան դաշտից։ Չլիներ այդ ամենը, ռսները Սյունիքն էլ կտային Ադրբեջանին եւ առհասարակ երևի վերջ կտային Հայաստանի, նույնիսկ Խորհրդային Հանրապետություն կոչող են ողորմելի մնացորդին, որ նրանք իբր թե թողել էին հայ ժողովրդին, բայց այդտեղ էլ հայ ժողովուրդը իր հողի վրա չէր իշխում։ Ցավոք այսօր էլ չի իշխում, չնայած անկախ հանրապետություն է կոչվում։ Եվ այդ ամենից հետո Ռասախոզստանը նենգաբար խոսում է ընդամենը Արարատը Թուրքիային տալու մասին։ Հասկանում եք, մեր երկրի 90%-ը հանձնել է դաշնամի թուրքական երկու պետություններին եւ խոսում են ընդամենը Արարատ Թուրքիային տալու մասին։ Այժմ խոսենք Արարատը իսկ փաստորեն հայերի հայրենիքի ավելի քան 90%-ը Թուրքերին տալու Լենինի սխալի մասին։ Այդ որ իբր թե տվել է, բայց սխալվել է։ Ուրեմն տեսանք, որ Արարատը չէր տվել, երկրի 90%-ն էր տվել, իսկ հիմա տեսնենք այդ ինչ սխալվել է այդ խեղճ Լենինը։ Չի սխալվել, ինչ սխալ։ Դա սխալ չէր, այլ հիանալի հաշվարկված քայլ էր։ Ընդ որում այդ քայլը բխում է Ռասախոզստանի ամբողջ հակահայկական քաղաքականության էությունից։ Այդ 300-ամյա ռուսական քաղաքականության էությունը հստակ ձևակերպել է կոմս Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկին, ցարական Ռուսաստանի արտաքին գործոս նախարարը 19-րդ դարում, նախարարներից մեկը բացը։ Նա դա ասել է մինչև նախարար դառնալը, բայց նախարար դառնալուց հետո բնականաբար ոչինչ չի փոխվել, ավելին այդ ամբողջը իրականացվել է։ Տեսեք ինչ է ասել նա, այսինքն իր բերանով խոսել է ամբողջ ռուսական վերնախավը, ցարից սկսած, ինքնագլուխ չէր Լոբանով-Ռոստովսկին, ինքը հայտարարեր Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը։ Խնդրեմ ինչ է ասել, բոլորին հայտնի է սա երևի, բայց մի հատ էլ հիշեցնենք ու շեշտենք։ Հայաստանը Ռուսաստանին պետք է, բայց առանց հայերի։ Ինքը ասել է Արմենիա нам нужна, но без армян։ Հայաստանը մեզ պետք է առանց հայերի, բայց առանց հայերի։ Ահա այդ 300-ամյա նենք, դաժան եւ լավ հաշվարկված քաղաքականության սուպեր էսենցիան սա է։ Եվ դրա ապացույցը կայանում է նրանում, որ խորհրդային Ռուսաստանին հաջորդած խորհրդային միությունը եւ վերջինիս փլուզումից հետո առաջացած իբր նոր, իբր ժողովրդավարական Ռուսաստանը, Ելցինյան եւ Պուտինյան Ռուսաստաններ անունով դույզնից չի շեղվել ոչ բոլշևիկների եւ ոչ էլ ցարերի քաղաքականությունից Հայաստանի եւ հայերի նկատմամբ։
Միթե այսօրվա Ռուսաստանի առաջնորդները չեն շարունակում հավատարիմ մնալ բոլշևիկների կողմից 1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրին։ Պայմանագիր, որի անունն է ռուս-թուրքական եղբայրության պայմանագիր, շեշտում եմ, եղբայրության։ Հենց այդ պայմանագրով է Արարատը, իսկ իրականում Հայաստանի հողերի 90%-ը տրվել Թուրքիային եւ Ադրբեջանին։ Հետո իրենք մանկլավիկ խորհրդային Հայաստանի ղեկավարներին ուղարկեցին Կարս, որպեսզի այդ պայմանագիրը Կարսի պայմանագիր անունով մոսկովյան պայմանագիրը նրանք կնքեն, որ իբրթե լեգիտիմացնի այդ պայմանագիրը։ Դե իհարկե երկուսն էլ կեղծիք են ու խայտառակություն եւ ապօրինություն են միջազգային իրավունքի մեջ։ Թեկուզ հենց անպատճառը, որ այդ ժամանակ եւ Քեմալական Թուրքիան եւ բոլշևիկյան Ռուսաստանը միջազգայինորեն ճանաչված երկրներ չէին։ Երկուսի ղեկավարներն էլ իմիջիայլոց հանցագործ խմբավորումներ էին։ Ինչևէ, եթե բոլշևիկները սխալ էին, ասում են այսօրվա ռուսական ղեկավարները, ապա ինչու են այս նորորյա Ռուսախոստանի առաջնորդներն, ասենք Պուտինը, Մեդվեդևը, մյուսները Մոսկվայի պայմանագրի պատճենը ոսկե շրջանակի մեջ դրված, հասկանում եք, Զալատոյ ռամկե, նվիրում են իրենց թուրք եղբայրներին, կոնկրետ Էրդողանին։ Այդ նկարներ կա։ Այսինքն Արդի Ռուսախոզստանը մնում է հավատարիմ իր բոլոր նախորդների, ցարերի եւ գենսեկների, բոլշևիկյան գենսեկների վարած հակահայկական քաղաքականությանը։ Այսօր նրանց պետք է Հայաստանը առանց հայերի։ Եվ նրանք դա ապացուցեցին հայերի դեմ ռուս-թուրքական ռազմաքաղաքական դաշինքի վարած քառօրյա եւ 44-օրյա պատերազմներով Արցախի վեճեր կետրելով Մայր Հայաստանից եւ տալով Ադրբեջանի թուրք բորենիներին։ Ավելին այսօր հենց Ռուսախոզստանի հակահայ թունավոր քաղաքականության արդյունքում Հայաստանի գլխին կանգնած է աշխարհի քարտեզից առհասարակ վերանալու վտանգը։ Բայել ինչ Լենին եւ ինչ սխալ հաշվարկ։ Նորահայտ պատմական փաստերն ու վերլուծությունները եւ փլուզող Ռուսախոզստանի արխիվները հնարավորություն են տալիս ու ավելին են տալու ապացուցելու այն դաժան իրողությունը, որ Ռուսախոզստանը խաղալով հայերի փրկչի ու քրիստոնյա դաշնակցի դերը իրականում եղել է հայոց ցեղասպանության կազմակերպիչն ու իրականացնողներից մեկը։ Ամփոփենք։ Լենինը Արարատը սխալմամբ տվեց թուրքերին կագեբեական նարատիվը ընդհանրապես քաղաքական հոտած լապշա է հայկական եւ այլ ազգերի միամիտ ականջներին կախելու համար։ Փորձում են թաքցնել Ռուսախոզստանի իրական չարաբաստիկ եւ աղետալի դերը հայոց պատմության վերջին 3 դարերում։ Հենց միայն այն փաստը, որ արմենոֆոբիան, այսինքն հայատյացությունը որպես համակարգված գաղափարախոսություն հենց Ռուսաստանում է առաջացել 19-րդ դարում եւ այնտեղից տարածվել դեպի թրքաբնակ երկրներ, շատ բան է ասում։ Պետք է հստակ իմանալ, որ Ռուսախոզստանը եղել է հայկական հարցի առաջացման, նրա հայանպաստ լուծումների տապալման եւ հայ ժողովրդի ամենադաժան ողբերգությունների ամենագլխավոր մեղավորը։ Ով չի ընդունում այս ճշմարտությունը, նա կամ ռուսական գործակալ է, կամ էլ օգտակար ապուշ Ռուսաստանի համար։ Մնացական Տեր Խաչատրյանց Բագրատունի, պատմաբան, հայոց բանակի գնդապետ, Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպություն միջազգային շարժման համանախագահ։ Այսքանը մաղթում եմ բոլորիս ամենայն բարիք, հաղթանակ եւ 2026 թիվը թող Հայաստանի եւ հայ ժողովրդին բերի ազատագրում։